Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաշվի առնելով նաև քրեակատորական հիմնարկներում առկա մտահոգիչ դեպքերը, որոնց մեզ որպես լրագրողներ հազանգում են, ես նաև լրատվական դաշտի անունից խնդրում եմ կազմակերպել այցելություն, որպեսզի մենք նաև որոշակի առումով տեղում ծանոթանանք եւ գիտեմ, որ հաշվի առնելով, որ շատ ազատությունից զրկված անձինք ցանկություն չունեն հարցազրույց տալու լինում են նմանատիպ դեպքեր, այնուամենայնիվ պայմանները տեսանկարահանելը եւ իրավիճակները ծանոթանալու համար, որպեսզի հղում չարվի, որ նրանք ցանկություն չունեն հարցազրույց տալու։ Մենք առաջիկայում, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 16-ին բայց այդ մասին մենք հայտարարությամբ հանդես կգանք Աբովյան քրեակատողական հիմնարկում, ինչպես որ նախարարը խոստացել է, շրջայց ենք իրականացնելու, ես էլ կլինեմ այդ շրջայցին եւ դրանից հետո նաեւ նախատեսում ենք փակ քննարկում լրագրողների հետ տարբեր հարցերի հետ կապված։ Այո։ Հնարավոր է շրջայց կազմակերպել։ Այս պահին այդ հարցը կարող ենք մենք քննարկել եւ ձեզ դրա պատասխանը տալ։ Այսինքն մենք սպասում ենք դեկտեմբերի 16-ին, այո, Աբովյան քրեակատողական հիմնարկում շրջայցի եւ հետագայում նաեւ փակ քննարկման հրավեր կլինի։ Համաներում, որտեղ նաև ընդդիմության կողմից անդադ հնչում է օրինակ համաներում հայտարարելու, որպեսզի ծանրաբեռնվածություն իհարկե դերտեղեր կան, բայց ամեն դեպքում 2800 անց կարծես դուք համաներման հետ կապված ինչ որ առաջարկներ ներկայացրեք, երբ քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, բայց դուք ինչպես եք կարծում, արժե հիմա քաղաքական համաներում քաղաքական համաներում։ Նայեք, համաներումը ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Դրական կողմերից քրեակատողական հիմնարկի ծանրաբեռնվածությունը թոթափելն է եւ անձանց երկրորդ շանս տալը, բայց իր բացասական կողմերը մենք նաեւ հետագայում հանցագործությունների աճով ենք տեսնում եւ այս պարագայում պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը եւ մենք հիմա աշխատում ենք բաժից պայմանական վաղաժամկետ ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ որը որ մեծ հնարավորություն կտա հետագայում ըստ մեր հաշվարկների հնարավորինս շատ անձինք, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատվեն իրենց ոչ թե այս կամ այն համաներման, այսպես ասած, ընդհանրական բանի մեջ ընկնելով, այլ անհատական մոտեցման եւ իրենց վարկով պայմանավորված այդ կլինի։ Պայմանական վաղաժամկետ ազատվել է 151 անձ, ես ասում եմ նոյեմբերի 24-ի տվյալներով, վերջի մի քանի օրվա տվյալը այս պահին չունեմ, անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում 130 էր, եթե չեմ սխալվում, գնալով 24-ի մասին է խոսքը, գնալով տենդենսները ավելանում են եւ ես կարծում եմ, որ համապատասխան մեր գործընկերների հետ ճիշտ կոմունիկացիաների արդյունքում մենք հետագայում նաեւ այս մասով բարելավումներ կունենանք եւ նաեւ մենք քրեակատողական ծառայության կենտրոնական մարմնում արկա է տեղաբաշխման հանձնաժողով, որը որ իրականացնում է անձանց անվտանգային գոտիների փոփոխություն, այսինքն բարձր անվտանգային գոտից անձը իր վարկագծով պայմանավորված կարող է հայտնվել առավել ցածր անվտանգային գոտում եւ այս մասով էլ մենք թողեք վերջացնեմ, այս մասով էլ մենք ունենք բարելավումներ եւ այս տարի այս պահին թվերը չեմ հիշի, բայց մենք իհարկե մեր ծառայության էջում համապատասխան ամփոփումներից հետո դրանք կգցենք, կարող եք ծանոթանալ, մենք այս մասով էլ ունենք շատ անձինք, ովքեր որ առավել ցածր անվտանգային գոտի են գնացել։ 24-ին որ ասում եք 130 հոգի մոտավորապես կա վիճակագրություն այդքան մարդուց ով է նորից վերադարձել այսքան ոչ պատշաճ այս պահին ես իմ մոտ այդպիսի վիճակագրություն չունեմ մենք իհարկե մեր պրոբացիայի գործընկերների հետ կոմունիկացվում ենք այս մասով եւ նաեւ ինչ որ դեպքերում ինֆորմացիան փոխանակում ենք բայց ես այդպիսի տեղեկություններ չունեմ եւ չեմ կարող ձեզ հայտնել Տիկին Թադևոսյան եւ բանտային պայմանների մասին օրակին ինչու միջև հիմա ունենք իրավիճակներ որ բանտախություն ու սանահանգույցը նույն տեղում են եւ վերջերս ազանգում էր փաստաբանը, որ իր պաշտպանյալ այնպիսի խցում է, որտեղ սանհանգույցը ընդամենը վարակույրով է բաժանվում։ Քրեակատողական հիմնարկներում առկա նաև պահման պայմանների խնդիրները եւս նորություն չեն, եւ եթե դուք հետևում եք քրեակատողական ծառայության էջին կամ արտադրության նախարարության էջին, կտեսնեք այս տարվա մեր կատարված աշխատանքները վերանորոգման տեսքով, որի մենք այսպես ասած կարիքների գնահատում ենք իրականացնում, այդ կարիքների գնահատման հիման վրա հաշվի առնելով մեր թե ժամանակի ռեսուրսը, թե
թե անձանց, թե ֆինանսական ռեսուրսները ինչ որ X քրեակատողական հիմնարկներում անում ենք տարբեր վերանորոգումներ, տարբեր կերպ բարելավելով մարդկանց կյանքը։ Այս տարի եւս մենք արդեն կարիքների գնահատում արել ենք եւ գիտենք, թե հաջորդ տարվա համար մենք որտեղ ենք վերանորոգումներ անելու, որտեղ ենք որոշակի ինչ որ իրավիճակ փոխելու պահման պայմանների տեսանկյունից եւ կարծում եմ, որ շատ մեծ ցանկության դեպքում դուք նաեւ կարձանագրեք այդ հաջողությունները մեր այսպես ասած փոքրիկ եւ հետագայում նույնպես կփաստարկեք այն փոփոխությունները, որը որ կտեսնեք։